Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը փակնիստում ռուս-վրացական պատերազմի 18-րդ տարելիցի հետ կապված քննարկել է Ռուսաստանի կողմից բռնազավթված Վրաստանի տարածքներում տիրող իրավիճակը եւ ռուս-վրացական հակամարտության հարցը։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկացմամբ նիստի շրջանակներում Մերձավոր Արևելքի, Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի եւ Օվկիանիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Մուհամեդ Խալեդ Խիարին զեկույց է ներկայացրել եւ խորհրդի անդամներին թարմացված տեղեկություն է տրամադրել տեղում տիրող իրավիճակի եւ Ժնևի միջազգային բանակցությունների գործընթացի մասին։ Նիստից հետո համատեղ հայտարարությամբ են հանդես եկել անվտանգության խորհրդի անդամ երկրների, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Լատվիայի, Դանիայի եւ Հունաստանի, ինչպես նաեւ խորհրդի ապագա անդամ երկրների Ավստրիայի եւ Պորտուգալիայի ներկայացուցիչները։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան ցույց տվեց հարևանների նկատմամբ Ռուսաստանի ավելի ագրեսիվ քաղաքականության սկիզբը։ Ռուսաստանը շարունակում է այս ուղին Ուկրաինայի դեմ իր չհրահրված եւ չարդարացված ագրեսիայով եւ հարևան երկրների դեմ իրականացվող անպատասխանատու ու վտանգավոր գործողություններով։ Հայտարարության հեղինակներն իրենց աջակցությունն են հայտնել Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, նրա միջազգայինորեն ճանաչված սահմաններում։ Անվտանգության խորհրդի անդամ երկրներն ընդգծել են ռուս-վրացական հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը միջազգային իրավունքի, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա, նշված է տեղեկատվության մեջ։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով Վրաստանի եւ Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին աճել է գրեթե 21%-ով, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, հասնելով 1.8 միլիարդ դոլարի։ Ըստ ծառայության Ռուսաստանը Վրաստանի 3 խոշորագույն առևտրային գործընկերներից մեկն է։ Տարվա սկզբից Վրաստանը Ռուսաստան է արտահանել 96200 տոննա հանքային եւ քաղցրահամ ջուր, 30100 տոննա բնական խաղողի գինի, 14500 տոննա ալկոհոլային խմիչքներ, 8900 տոննա թարմ միրգ եւ 3800 տոննա ընդեղեն։ Ռուսաստանը մնում է Վրաստանի հացահատիկի խոշորագույն մատակարարը։ Վիճակագրության համաձայն այս տարվա հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում հարևան երկրից ներմուծվել է մինչև 195000 տոննա ցորեն եւ մեսլին։ Ռուսաստանից ներմուծվել է նաեւ 569300 տոննա հում նավթ եւ նավթամթերք, 392800 տոննա նավթ եւ նավթամթերք, 43500 տոննա սուլֆատացված, նիտրատացված կամ նիտրոզացված ածխաջրածնային ածանցյալներ, ինչպես նաեւ 21100 տոննա արևածաղկի ձեթ։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկել են Գազայում խաղաղության ծրագրի իրականացման հարցում առաջացած դժվարությունները եւ այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկել, տեղեկացրել է Ֆիդանը։ Թուրք դիվանագետը նշել է, որ կողմերը քննարկել են նաեւ Սիրիայում վերջին զարգացումները եւ կրկին ընդգծել են իրենց հաստատակամ աջակցությունն այդ երկրում խաղաղության եւ կայունության հաստատմանը։ Ֆիդանի խոսքով բանակցությունների ընթացքում քննարկվել են նաեւ Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը եւ դիմակայության մեջ ներգրաված կողմերի միջև շարունակվող բանակցությունների վերջին արդյունքները։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթին Դուրանն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարություններին կապված Սիրիայում Անկարայի գործողությունների հետ։ Նեթանյահուի հնչեցրած սպառնալիքներն ու սուտը արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը, քաղաքական վախերն ու մոլորությունները։ Մենք շարունակելու ենք հակազդել ցեղասպանություն իրագործող Նեթանյահուի ապակայունացնող գործունեությանը եւ աջակցել խաղաղ քաղաքականություն վարող պետություններին, առաջին հերթին Սիրիային եւ տարածաշրջանի այլ երկրներին։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ հայտարարել էր, որ Իսրայելը մտադիր չէ համակերպվել Սիրիայում թուրքական ռազմական ներկայության ուժեղացման հետ։ Նրա խոսքով դեպի Սիրիայի հարավում թուրքական ռազմական ներկայության մեծացումը անթույլատրելի է։ Մենք հստակ ազդանշան ենք ուղարկել, պետք չէ դա անել։ Ըստ երևույթին նրանք լավ չեն հասկացել։ Ուստի մենք այնպես կանենք, որ նրանք դա ավելի լավ հասկանան, նշել է նա։ Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Ալ-Շայբանին հայտարարել է, որ Դամասկոսը Թուրքիայի հետ չի համագործակցում Իդլիբի Աբու Ալ-Դուհուրի ավիաբազայում թուրքական ռազմական ներկայություն ապահովելու ուղղությամբ։ Նրա խոսքով Իսրայելը այնուամենայնիվ հարվածել է օդանավակայանին, չունենալով դրա համար որևէ օրինական հիմնավորում։
որևէ մտադրություն չկա այնտեղ թուրքական բազա հիմնելու, մշտական թուրքական ռազմական ներկայություն հաստատելու կամ այդ վայրում թուրքական ուժեր տեղակայելու, ասել է Ալ-Շայբանին։ Նախարարը նշել է, որ ավիաբազայում իրականացվող աշխատանքները սահմանափակվում են պատերազմի հետևանքով վնասված օդանավակայանի եւ դրա ենթակառուցվածքների վերականգնմամբ։ Նրա խոսքով այն նախատեսվում է օգտագործել Սիրիայի ռազմաօդային ուժերի կողմից։ Բազան դեռ ամբողջությամբ վերականգնված կամ գործարկված չէ, հետևաբար հարվածը բազայում թուրքական ռազմական ներկայության հետ կապելը անհիմն է, հավելել է նա։ Ալ-Շայբանին չի հերքել, որ թուրք զինվորականները հարվածից մի քանի օր առաջ այցելել էին բազա, նշելով, որ այցը վարժանքների եւ փորձի փոխանակման ոլորտներում շարունակվող ռազմական համագործակցության շրջանակում էր։ Սիրիան ներկայում աշխատում է իր ռազմական եւ քաղաքացիական ինստիտուտների վերականգնման եւ դրանց կարողությունների զարգացման ուղղությամբ։ Այդ նպատակով համագործակցում է մի շարք երկրների, ոչ միայն Թուրքիայի հետ, իրականացնելով նաեւ համատեղ վարժանքների ծրագրեր։ Նման համագործակցություն տեղի է ունեցել եւ շարունակվում է Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Կատարի եւ Ռուսաստանի հետ։ Սիրիան ինքնիշխան պետություն է եւ իրավունք ունի համագործակցելու եւ դաշնակցային հարաբերություններ հաստատելու ցանկացած երկրի, այդ թվում Թուրքիայի հետ։ Ավելի վաղ Սիրիան դատապարտել էր Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածները Իդլիբի նահանգում գտնվող ռազմական օդանավակայանին։ Հարվածների հետևանքով վնասվել են օդանավակայանի թռիչքուղիները։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի բարդ է դարձել, քանի որ երկրի ղեկավարության մեծ մասն այլևս չկա։ Ռազմածովային ուժերը այլևս չկան, ռազմաօդային ուժերը չկան, ղեկավարություն չկա, շատ առաջնորդներ այլևս չկան։ Գործարք կնքելը հեշտ չէ, ոչ ոք չգիտի, թե ով է պատասխանատու։ Միացյալ Նահանգների նախագահը կրկնել է, որ Իրանի հետ հակամարտության հիմնական նպատակն է թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ձեռք բերի։ Նրա պնդմամբ, եթե ինքը 2018 թվականին դուրս չգար 2015 թվականին նախագահ Բարաք Օբամայի օրոք Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից, ապա այժմ Իրանը միջուկային զենք կունենար եւ շատ արագ ու առանց վարանելու կօգտագործեր այն Իսրայելի դեմ։ Երբ մենք հարվածեցինք նրանց B2 ռմբակոծիչներով, նրանք ընդամենը 2 շաբաթ էին հեռու նոր միջուկային ռումբ մշակելուց։ Ահա թե ինչու էի ես ստիպված դա անել, քանի որ մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք նման զենք ունենան։ Երբ այս ամենը սկսվեց, ի զարմանս բոլորի նրանք սկսեցին հրթիռային հարվածներ հասցնել կիսաչեզոք երկրներին։ Նրանք հարվածեցին Սաուդյան Արաբիային, Կատարին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Քուվեյթին, Բահրեյնին։ Եթե նրանք միջուկային զենք ունենային, ապա այն կօգտագործեին բոլորի դեմ։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ Թեհրանը չի հարձակվել տարածաշրջանի որևէ երկրի վրա, այլ թիրախավորել է ամերիկյան ռազմաբազաները եւ Միացյալ Նահանգների հետ կապված օբյեկտները։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազեզին օտարերկրյա ուժերին նախազգուշացրել է ցանկացած սխալի կամ սխալ հաշվարկի աննախադեպ հետևանքների մասին։ Ազեզին կոչ է արել օտարերկրյա տերություններին անհապաղ դադարեցնել ներկայությունը տարածաշրջանում եւ ընդունել Իրանի կողմից ձևավորված նոր տարածաշրջանային կարգը։ Անմիջապես լքեք տարածաշրջանը, քանի դեռ շատ ուշ չէ, ընդգծել է պատգամավորը։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ նոր պատերազմի դեպքում Թեհրանը կկիրառի ավելի կործանարար զենք, քան նախորդ հակամարտության ընթացքում, հաղորդում է Մեհրը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ բրիգադային գեներալ Մոհսեն Մոհեբին հայտարարել է, որ իրանական հրթիռների մարտական մասերն այժմ ավելի մեծ կործանարար ուժ ունեն, քան նախկինում կիրառվածները։ Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը հերքել էր Թրամփի հայտարարությունը, թե իր կառույցը գաղտնի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ։ Նրա խոսքով Միացյալ Նահանգների համար միակ իրական տարբերակը պարտությունն ընդունելն ու Իրանի առաջ քաշած պայմաններին համաձայնելն է։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սկոտ Բեսենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանի դեմ կսահմանի պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները։ Նրա խոսքով դա հավանաբար թույլ կտա նվազեցնել նոր լայնածավալ ռազմական գործողությունների անհրաժեշտությունը։ Բեսենթի հայտարարությունը հաջորդել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի մեկ օր առաջ արված հայտարարությանը, որում նա սպառնացել էր տնտեսական պատերազմով եւ զգուշացրել լուրջ տնտեսական հետևանքների մասին ցանկացած երկրի համար, որը Իրանին կտրամադրի ցանկացած աջակցություն։ Բեսենթը նշել է, որ նոր միջոցառումների մանրամասները կներկայացվեն հաջորդ շաբաթ։ Սա երկակի հարված է, մենք ունենք Իրանի շրջափակում եւ կունենանք պատմության մեջ ամենախիտ պատժամիջոցները։ Սա կաշխատի եւ մենք կկործանենք այդ ռեժիմը։ Ժամանակն է, որ մեր դաշնակիցներն ու մնացած աշխարհը որոշում կայացնեն։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Իրաքի Քարբալա քաղաքում մասնակցել է Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորության 40-րդ օրվան նվիրված միջոցառմանը։ Մենք այստեղ չենք անիմաստ դատարկ խոսքեր կրկնելու համար։ Մենք ունենք հստակ օրակարգ ամրապնդելու երկու երկրի անվտանգությունն ու կայունությունը, կանխելու արտաքին միջամտությունը եւ մշակելու այնպիսի նախագծեր, որոնք կարող են օգնել բարելավելու մեր երկու ժողովուրդների կյանքը։ Ավելի վաղ Ղալիբաֆը Բաղդադում հանդիպել էր Իրաքի գերագույն դատական խորհրդի նախագահ Ֆայիկ Զիդանի հետ։ Իրանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ Ղալիբաֆը Իրաք է այցելել իրաքցի պաշտոնյաների հետ երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի շուրջ բանակցելու նպատակով։ Ռուսաստանից հացահատիկի եւս մեկ խմբականակ Ադրբեջանով տարանցմամբ կուղարկվի Հայաստան։ Ադրբեջանի երկաթուղիների Բիլաջարի կայարանից մեկնել է ռուսական հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը, որը Ադրբեջանի տարածքով ցորեն եւ գարի է տեղափոխում Հայաստան։ 11 վագոնում բեռնվել է 1108 տոննա ցորեն, եւս 4 վագոնում 273 տոննա գարի։ Մինչև օրս Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է ուղարկվել ավելի քան 47000 տոննա հացահատիկ, շուրջ 9000 տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա այլումին, 1114 տոննա ածուխ եւ 67 տոննա պարարտանյութ։ Բացի այդ, մինչև օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 15000 տոննա դիզելային վառելիք եւ մոտ 5000 տոննա բենզին։ 2026 թվականի հուլիսին Վրաստանից Ադրբեջան է փոխանցվել 6.98 միլիոն դոլար, ինչը 12.4%-ով ավելի է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին նշված է Վրաստանի ազգային բանկի տարածած հայտարարության մեջ։ Վրաստանից Ադրբեջան կատարված փոխանցումների ծավալը գրեթե կրկնակի գերազանցել է հակառակ ուղղությամբ կատարված փոխանցումները։ Հուլիսին Ադրբեջանից Վրաստան է փոխանցվել 3.55 միլիոն դոլար, ինչը տարեկան կտրվածքով 10.99%-ով ավելի է։ Վրաստանի կողմից արտասահմանից ստացված ընդհանուր փոխանցումների մեջ Ադրբեջանի բաժինը հուլիսին կազմել է 1.1%։ Ընդհանուր առմամբ այդ ամսին արտասահմանից Վրաստան է փոխանցվել ավելի քան 350 միլիոն դոլար, իսկ Վրաստանից արտասահման ուղարկված միջոցների ծավալը կազմել է 39 միլիոն դոլար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանում ուժի մեջ են մտել դրամական փոխանցումների նոր կանոններ։ Մեկ քարտով օրական կարելի է կատարել առավելագույնը 5 փոխանցում, իսկ ամսվա ընթացքում մեկ քարտով կատարված նման գործարքների ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել 20000 մանաթը։ Մարոթ Հարվերդյան, Հարևաններ։